Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի բակում գտնվող հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողի մոտ։ 26 տարի առաջ այսօրը հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը։ 1999 թվականի այսօրն Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանն ընդհատվեց կրակահերթերով, երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին բարձրաստիճան պետական այրերի։ Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախնական քննարկման ընթացքում նշել է, որ սա առաջին անգամն է, երբ Հայաստանի բյուջեն քննարկվում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հռչակագրով հաստատված խաղաղությունն արդեն ունի հստակ պարամետրեր ընդգծելով, որ վերջին 1 տարի 8 ամսում Հայաստան-Ադրբեջան սահմանին զինվորական կորուստներ չեն եղել աննախադեպ դեպք Հայաստանի անկախության պատմության մեջ։ Վարչապետը 2026 թվականի բյուջեի նախնական քննարկման ընթացքում նշել է, որ խաղաղության տրամաբանության հիմքում պետության գաղափարախոսությունն է։ Նրա խոսքով իրական Հայաստանի գաղափարախոսությունը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնաբավ է իր միջազգային ճանաչված տարածքով եւ նրա հիմնական նպատակը քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն է։ Մեր բանակը չունի խնդիր Հայաստանի տարածքից դուրս, մենք ձևավորում ենք պաշտպանունակ, ոչ թե պարզապես մարտունակ բանակ։ Բանակի նպատակն է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը, նշել է Փաշինյանը, հավելելով, որ սա յուրաքանչյուր պետության միջազգային պարտավորությունն է։ Հայաստանի կառավարությունը հաջորդ տարի 55 միլիարդ դրամ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման եւ այլ կարիքների լուծման համար։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից շուրջ 120,000 հայ տեղափոխվել է Հայաստան։ Կառավարությունը նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար իրականացնում է բնակապահովման, նրանց աշխատանքով ապահովելու եւ տարբեր այլ ծրագրեր։ Հայաստանից արտահանումը հունվար-օգոստոսին նվազել է 48.8%, սակայն միայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8%։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8%, ասել է Հովհաննիսյանը։ Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան ապրանքների ներմուծումը նվազել է 34.9%, նախարարը սա նույնպես հիմնականում պայմանավորվեց վերահաստատման նվազմամբ։ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով 41 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում է քննչական կոմիտեն, նրանցից 24-ը կալանավորված են, 15-ը տնային կալանքի տակ, մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Կալանավորվածների թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատներ Նարեկ և Գևորգ Ղուկասյանները, նաև քաղաքապետարանի աշխատակիցներ։ Նշվում է, որ մեկ անչափահաս կալանավորված է, մյուսը տնային կալանքի տակ։ Գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Վարդան Ղուկասյանի ձերբակալության ընթացքում Գյումրիում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և նրա աջակիցների միջև։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՆ-ն 2024-ից 25 թվականներին ապօրինի ձեռք է բերել և իրացման նպատակով պահեստավորել է շուրջ 6.5 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Նրան մեղադրում են նաև թմրամիջոցների վաճառքից ստացված ավելի քան 14 միլիոն դրամի փողերի լվացման մեջ։ ՀՆ-ն օգտագործել է բանկային հաշիվներ և էլեկտրոնային դրամապանակ հանցավոր ծագում ունեցող գումարների շրջանառությունը թաքցնելու համար։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին դատարան փոխանցելու համար։ Ներքին գործերի նախարարությունից իրազեկում են, որ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվատողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվատողեր։ Սառեցված կամ դյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվատողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 մմ է եւ դրանից պակաս։ Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվատողեր, թույլատրելի պահպանաշերտով ցուցաբերել գիտակից, իրավահարկ ու օրինապահ վարքագիծ։
Լիբանանի Բալբակ քաղաքի մոտ գտնվող Հաֆիր Ալ-Ֆաուկա բնակավայրում իսրայելական անօթաչուի հարվածից զոհվել է 1, վիրավորվել 2 քաղաքացի, հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածներն ուղղված են եղել Հեզբոլլահի 2 անդամների ոչնչացմանը։ Բեկա շրջանում սպանվել է Ալի Հոսեյն Ալ-Մուսաուին, որը զբաղվել է զենքի մաքսանենգությամբ, իսկ Աննա Քուրայում կազմակերպության հարավային ներկայացուցիչը։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով 2024-ի նոյեմբերի 27-ի հրադադարի համաձայնագրից հետո Իսրայելը Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում, ինչի հետևանքով զոհվել է 267, վիրավորվել 608 մարդ։ Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են Բուրևեստնիկ միջուկային հրթիռի փորձարկման մասին։ Նախագահ Պուտինն այլ հաջողված է անվանել եւ նշել, որ աշխարհում ոչ ոք չունի նման եզակի զենք։ Բուրևեստնիկ բարձր ճշգրտության թևավոր հրթիռներն աշխարհի ցանկացած վայրում, ինչպես մակերևույթային գրիչների, այնպես էլ շարժական ցամաքային կայանքների վրա տեղակայելու հնարավորությունը կպաշտպանի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նրա արտասահմանյան գործընկերների ինքնիշխանությունը, այս մասին նշել է Պուտինը։ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի ցամաքային զորքերի ստորաբաժանումները մուտք են գործել ռազմավարական Պոկրովսկ քաղաք եւ հարակից շրջաններ, որտեղ ընթանում են թեժ մարտեր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոկտեմբերի 26-ի երեկոյան իրավիճակը գնահատել է դժվար, նշելով, որ Պոկրովսկի եւ մոտակա Միրնոգրադի շրջանում ռուսներն ունակ ուժեր են կենտրոնացրել, հարձակվողների թվում կա հետախուզական ու դիվերսիոն խմբավորումներ։ Նա հայտարարել է, որ ուկրաինական ուժերը պահպանում են հիմնական պաշտպանական գծերը եւ կոչ արել շարունակել դիմագրավումը, մեծացնելով օկուպանտների կորուստները։